Շատ լավ, պարոն Սաքունց, ես ուզում եմ մենք փորձենք գնահատել ընտրությունների արդյունքները դելեգիտիմացնելու Մոսկվայի փորձերի քաղաքական արժեքը, եթե մենք մյուս կողմից ունենք շնորհավորանքների լայն աշխարհագրություն, անգամ Պակիստանի վարչապետն է Հայաստանին շնորհավորել անցկացված ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Կրեմլը իր մոտեցումներով ըստ էության մարգինալացրեց իրեն Հայաստանում։ Այդ մարգինալացումը արդեն սկսվել էր 2018 թվականին, չնայած նախորդած օրինակ նույն 2016 թվականի ապրիլյան պատերազմով էր պայմանավորված։ Եթե ավելի ուշ գնանք, ապա անգամ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտնի այդ գիտեք Սերժ Սարգսյանի հիշեցնեն որոշումը մեկ գիշերվա ընթացքում որոշեց, որ հրաժարվում է Եվրոմիության արևելյան գործընկերության համաձայնագիրը ասոցիացման համաձայնագիրը ստորագրելուց եւ ԵԱՏՄ-ի սկզբից հետո ԵԱՏՄ-ի, այսինքն ըստ էության Կրեմլը իր վարքագծով սկսած 2013 թվականից դարաշրջանակետներ մարգինալացման գործընթացի մեջ է Հայաստանում։ Իսկ 2022 թվականի արդեն 44-օրյա պատերազմից հետո իր մարգինալացման այդ կարգավիճակը ավելի հստակեցրեց, այսինքն բոլոր կասկածները, բոլոր կասկածողների մոտ այդ փաստարկները վերացան, երբ որ Կրեմլը ակնհայտորեն հանդես եկավ ոչ թե Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր, որպեսզի հանդես էր գալիս, որպեսզի հռետորաբանություններ ներկայացվում, հանդես եկավ որպես անվտանգության սպառնալիք։ Եվ այս առումով այն բոլոր շնորհավորանքները, որոնք դուք նշեցիք, ըստ էության դրանք այդ այն շնորհավորանքներն են, որոնք հանդիսանում են Հայաստանին որպես անկախ ժողովրդավարական իրավական, սոցիալական պետություն տեսնելու ջատագովները, որպեսզի չի ուզում տեսնի Կրեմլը, եւ այս առումով իհարկե Կրեմլի ձեռքին մնացել է ըստ էության մի քանի գործիքներ, դա էներգետիկան է, երկաթգիծն է, ռազմական բազան, երևի թե այդքանը, որոնց լեգիտիմության հետ կապված հարցերը արդեն իսկ ձևակերպված են, այսինքն Կրեմլի ներկայությունը Հայաստանում հենց ինքը իր գործողություն դելեգիտիմացնում է, այսինքն ես նկատում եմ, որ քաղաքական նշանակության առումով Կրեմլի դիրքորոշումը հանգեցնում է իր իսկ Հայաստանում տնտեսական, քաղաքական, անվտանգային ներկայության դելեգիտիմացմանը։ Սա է իր այդ մոտեցման, դիրքորոշման քաղաքական նշանակությունը։ Պարոն Սաքունց, այնուամենայնիվ ընտրությունների արդյունքների հետ կապված երկու հարցի կխնդրեմ փորձենք դիպուկ պատասխանել։ Նախ Փաշինյանի իշխանության ընդդիմությունը համարում է ոչ լեգիտիմ, Փաշինյանի թիմն էլ ընդդիմությանն է այս ընտրությունների արդյունքներով համարում ոչ լեգիտիմ։ Հիմա ուզում եմ հասկանալ ով է ի վերջո լեգիտիմ եւ ոչ լեգիտիմ այս համատեքստի, այս բանավեճի համատեքստում, եւ երկրորդը հանրային քաղաքացու ընտրության տեսանկյունից մենք ինչպիսի ընտրություն կատարեցինք։ Ընտրությունները կայացել են, խախտումներով են ընթացել եւ այն իդեալական պատկերացումը, որ մենք ունենք արդար եւ ազատ ընտրությունների չափանիշների տեսակետից, դրանք խեղաթյուրված են, բայց բուն ընտրության գործընթացը իր նույնիսկ եմ կրկնում խախտումներով հանդերձ կայացած է։ Սա հետ կապված որևէ վիճարկման հետ ես համաձայն չեմ։ Քվեարկության արդյունքները արտահայտում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարծիքը։ Ես համաձայն չեմ, որ կա ուրեմն վախի մթնոլորտ։ Վախի մթնոլորտ չի եղել քվեարկության ժամանակ։ Հստակ ձեզ ասեմ։ Ընտրողները ազատ են եղել։ Անկամ նույնիսկ եթե հղում են անում թե ընտրակաշառքները եւ այլն,
իսկ որևէ մեկը չունի այդ գնահատականը, թե արդյոք Հայաստանի Հանրապետության անգամ այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք են վերցրել, արդյոք քվեարկել են այդ ընտրակաշառք տվողների օգտին, թե ոչ, կամ եթե վարչական ռեսուրսներ են կիրառել երկու ստեկ տեղական մակարդակով, արդյոք այդ վարչական ռեսուրսների կիրառումը, որը եղել է նախընտրական հանդիպումներում, թվականակ ապահովելու նպատակ ունեցել, արդյոք դա քվեարկության արդյունքների վրա էական ազդեցություն է ունեցել։ Դրանք ընտրությունների process-ը ստվերող երևույթներ են, որը կա, փաստ է, բայց բուն քվեարկության արդյունքների տեսակետից միակ վիճահարույթ նույնիսկ կրկնեմ հարցը, որ փոքրամասնությունը հանձնից այդ 3 տեղամասերի ընտրողների նրանց ընտրության իրավունքը չապահովեց։ Եվ այդ առումով բանավեճը թե բան ընտրությունները ընդդիմությունը լեգիտիմ չէ, ընդդիմությունը լեգիտիմ չէր ի սկզբանե։ Ո՞ց կարած դու պետության ամբողջ ինքնիշխանությունը երաշխավորող ինստիտուտները հանձնես մեկ այլ պետության եւ այդ քաղաքական ուժին համարես լեգիտիմ եւ խոսքը վերաբերում է այն կուսակցություններին, որոնք ճիշտ առանձին հանդես եկան ԲՀԿ-ն ու հայրենիք չէ, դաշինքը, բայց ըստ նրանք էին պատասխանատու որպես կոալիցիոն կառավարություն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, երբ որ դա եղավ։ Ճիշտ է, ՀՀԿ-ն չմասնակցեց եւ բավական խելացի վարվեց այդ տեսակետից, բայց ինքն էլ պատասխանատու է, որտեղ ինքը հստակ դիրքորոշում արտահայտեց չմասնակցելով, թե ում օգտին է։ Իրենք էին, չէ, վերջին հաշվով կոալիցիոն իշխող կառավարումը 20 տարի։ Եվ այդ 20 տարվա ընթացքում Հայաստանի որպես միջազգային իրավունքի սուբյեկտի ինքնիշխան ժողովրդավարական պետությունը սուբյեկտի դելեգիտիմացնող որոշումների կայացումը հենց իրենց օրոք է եղել, այնպես որ այստեղ իշխանության պատասխանատվությունը թե ինչու Թավշյա հեղափոխությունից հետո, երբ որ քաղաքացիները զանգվածային մերժեցին այդ դելեգիտիմացնող եւ որի հետևանքով նաեւ արդարությունը ոչնչացած այդ ուժերին, ինչի պետք է նրանք շարունակեին մնալ որպես սուբյեկտներ քաղաքական, այստեղ շատ հարց կա եւ չտրվեց քաղաքական գնահատական։ Մյուս կողմից իշխանությանը մեղադրել ոչ լեգիտիմության մեջ կներեք դա նույնպես ուրեմն հորինվածք է, որտեղ իշխանությունը ինքը իշխանության լեգիտիմության մակարդակը, որտեղ համեմատենք 2018 թվականի, 2021 թվականի քվեարկության արդյունքների հետ, վստահության տեսակետից եմ ասում։ Վստահության մակարդակը նվազել է, որի հետևանքը ոչ թե ընդդիմության գործողություններն են եղել, որ իրանք լավ ծրագրեր են ներկայացրել, որ իրանք, չգիտեմ, այլընտրանք են առաջարկել, այլ իշխանությունը չի եղել հետևողական այն ակնկալիքների բավարարման տեսակետից, որը հեղափոխություն իրականացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեին։ Այսինքն, այստեղ վստահության նվազման մասին է խոսքը, բայց հույս ունենալ, որ այդ վստահության մակարդակը իջել է այն աստիճանի, որ իշխանությանը կարելի է համարել ոչ լեգիտիմ, դա ավելի շատ վերաբերում է հենց այդ ուժերին, որոնք իրենց իշխանության ժամանակ լեգիտիմ չէին։ Եթե լեգիտիմ լինեին, հեղափոխություն չէր լինի։ Եթե լեգիտիմ լինեին, ապա այն բռնությունները եւ մարտի 1-ի սպանդը կամ 2003 թվականի կամ 2004 թվականի կամ 1998 թվականի, այդ ամեն ինչ տեղի չէր ունենա։ Գիտեք, լեգիտիմության մասին խոսում են քաղաքական, այսպես կոչված սուբյեկտները, որոնք իրենց իշխանության ժամանակ չունենալով լեգիտիմություն, այդ լեգիտիմության բացակայությունը լրացնում էին նման բռնություն, համատարած զանգվածային բռնություններով։ Այո, իշխանության վստահության մակարդակը նվազել է, բայց լեգիտիմության հետ կապված այս ընտրության արդյունքների նույնիսկ եմ կրկնում, իր բոլոր խախտումներով հանդերձ կասկածի տակ դնել չեն կարող։ Եվ այդ առումով իհարկե նույնիսկ եմ կրկնում թիվ 1 պատասխանատուն այդ խախտումների պատճառների եւ դրանց չվերացման եւ դրանց ժամանակին չկանխելու համար այո իշխանությունը պատասխանատու է։ Եվ այդքանով իհարկե տարածք է տվել, որպեսզի այդ իր պարտավորությունները չկատարելով, անհրաժեշտ բարեփոխումները չկատարելով գործունեության տարածքի հնարավորություն է ստեղծել այդ իրենց իշխանության ժամանակ բացարձակապես ոչ լեգիտիմ եւ ընդդիմություն կարգավիճակում էլ բացարձակապես ոչ լեգիտիմ ընդդիմության, որպեսզի խոսեն, որպեսզի շահարկեն։
Ստացվում է պարոն Սաքունց, որ Փաշինյանը իր այն հայտարարությամբ, որ ընտրությունների արդյունքներից դժգոհ չէ, այլ դժգոհ է, որ պետությունը դեռ այնքան հասունացած չէ եւ հնարավորություն է տալիս ընտրակաշառքները բաժանելու, սա հերթական անգամ այդ պատասխանատվությունը անորոշ պետության վրա թողնելու քաղաքականություն է։ Չի կարող Փաշինյանը խուսափել, եթե որ նա ասում է պետություն, բայց պետությունը այս պահին պետական գործառույթների իրականացման, հա, մասում վրա է դրված, իշխանության վրա է դրված։ Այդ Փաշինյանի կողմից դա խոստովանություն է, որ իրենք չեն կատարել անհրաժեշտ բարեփոխումները։ Նույն կերպ, եթե հիշում եք, բողոքում էր դատական համակարգում կոռուպցիոն, չգիտեմ, բայց կներեք, բա մենք ինչ էինք ասում այսքան ժամանակ։ Այդ վեթինգի մասին, քաղաքական իրավական գնահատականի մասին, որ մենք պահանջում էինք իրականացնել, հա, այդ դրա չիրականացնելու հետևանքից դժգոհում ես ումից, հասկանում եք, այսինքն այստեղ ամբողջ խնդիրը այո Փաշինյանը խոստովանել, որ իշխանություն չի կատարել այն անհրաժեշտ բարեփոխումները, որոնք պետք է կատարեր։ Ավելին նաև պետք է արձանագրեմ, ցավոք սրտի չեն էլ գիտակցել, թե այդ բարեփոխումների քաղաքական նշանակությունը ինչու է կայանում։ Եվ այդ ըստ էության անգամ նույնիսկ սահմանադրության բովանդակային փոփոխության մասին է խոսքը իշխանությունների տարանջատման եւ փոխսկսման սկզբունքի այդ չափահովելը, այսինքն սահմանադրության պետք է փոխեին հենց անմիջապես 18 թվականից հետո։ Նույնիսկ դա չգիտակցեցին եւ դրա չգիտակցելու հետևանքները հիմա առնչվում են ու դա խոստովանություն է։ Եթե առանձին դժգոհությունները խոստովանություն եւ այս առումով իհարկե ես գտնում եմ որ ինքը ճիշտ է ոչ թե լավ է որ մեղադրում են ընդդիմությանը որ այդ բարեփոխումները չեն կատարվել կամ պետական ինստիտուտները պատշաճ չեն կարողացել արդյունավետ գործել այլ ընդունում է իր պատասխանատվությունը այո